Բարի օր սիրելի սուրբեր, Տերը թող փառավորվի այսօր, Սևակ ջան ամենա զարմանալին է չի, որ ոնց է կնոջ Աստված հարություն տվեց, այլ մեզ մեռելներից ոնց հարություն տվեց։ Ես էլ էի մեռած, հոգով կույր, գնում էի, չգիտեի ուր, անում էի այն, ինչ չգիտեի ինչ էի անում ու ինչի պետք է ինչ նպատակ ուներ իմ կյանքը ու ուր էր տանում ինձ այս աշխարհի ընթացքը, հոսանքը։ Սիրելիներս, փառք Տիրոջը, Սևակ եղբայր ջան, ուղղակի երջանիկ եմ, որ այսօր ձեր մեջ եմ։ Շուտվանից չեմ տեսել, ողջունում եմ բոլորիդ, շատ շուտվանից սրտից մեջ կար Սևակ աղբերն ասում էր, չես գալի ծառայես, խի չես գալի, ասում եմ, չէ, թող մի հատ լավ սես խոսք մեջս նստի, որ գամ կիսվեմ ժողովրդի հետ, որ ժողովուրդը շինություն ստանան։ Փառք Աստծուն, հրաշալի եկեղեցի է, հրաշալի ընթացք է, հրաշալի փառաբանություն է, ինչ ասեմ, հրաշալի մարդիկ, հրաշալի աղոթներ ու այս ամենը հրաշալի Աստծո ներգործությամբ։ Ամեն։ Եթե չլինի Սուրբ Հոգին, այս մթնոլորտը մարդ չի կարող ստեղծի։ Դու չես կարա ինչ որ մի բան անես, որ այս տեսակ մթնոլորտ ստեղծես, սա սիրո հոգատարության մթնոլորտ է։ Սա միայն Աստծո մթնոլորտն է, ամեն։ Իսկ մենք Աստծո զավակներ ենք, ընտրվածներ, ողորմություն գթածներ, գթարած Աստծո զավակներ ենք։ Մենք այսօր ստեղ ենք, որպեսզի ինչ որ մի բանով օգտակար լինենք Աստծուն։ Ամեն։ Օգտակար լինենք Տիրոջ գործին։ Սևակ եղբայրս ասեց ծառայությունների համար, այո 20 տարի է ավել մենք մեկ արդեն կատակում եմ, ասում եմ, մեր ընկերությունը մեզանից էլ մեծ արդեն, մեծ չխոսամ, մեկ ընկերության վրա էլ է հարցակումներ գալի, գիտեք, Աստծո գործի վրա միշտ հարցակում է գալի։ Ու իրականում, եթե մեկը ընծայվում է, մեկը տրվում է Աստծուն, գրված է, ով որ ուզում է Աստված պաշտությամբ ապրի, նա անպայման պիտի լինի հալածված, ամեն։ Մենք հալածվում ենք, գրված է ամեն օր ոչխարի պես մորթվում ենք Տիրոջ համար։ Այո, դա տենց է, եթե դու ծառայում ես, դու ուրեմն զրկվում ես շատ բաներից։ Սատանան անընդհատ ուզում է քեզ զրկանքներ անի, որպեսզի քեզ զրկի շատ բաներից։ Այսօր ինչի մասին ուզում եմ խոսեմ, մենք այսօր շատ ասվեց այդ բառը, այդ երևույթը, ու Աստվածաշունչը շատ անգամներ է խոսում այդ երևույթի մասին, դա զոհն է։ Ուզում եմ որպեսզի այսօր մենք խոսենք զոհի մասին ու մի փոքր բացենք, հա, այս բառը, այս հասկացողությունը, տեսնենք թե ինչ է իրանից ինչ է ներկայացնում զոհ բառը։ Ուզում եմ այսօր որպեսզի մի փոքր թեստ անցկացնենք ամեն մեկս, այն ինչ որ պիտի կարդանք, քարոզենք, ուզում եմ որպեսզի ամեն մեկս տեսնենք թե մենք որտեղ ենք ու իրականում ինչ է կատարվում մեր կյանքում։ Ուրեմն զոհ հասկացողությունը ով կարող է ասի, ինչ է նշանակում զոհ։ Խնդրեմ մի երկու պատասխան ինձ տվեք։ Անձի ուրացում, կտրել, տալ, անձի ուրացում, էլ կա վերսիաներ։ Զոհ ենք լինում, մտերիմ, ահա, հարկասում, զատվում ենք, ահա, այո, իրականում զոհ կոչվում է սիրելիներս կորուստ։ Երբ որ մի բան դու կորցնում ես, եղել է որ բան ես կորցրել։ Ունեք մի 2-3 տարի առաջ շատ թանկանոց բրիլյանտե ադամանտե ականջողներ կորցրեցի։ Դրել էի ջեբս, ու պիտի ծախի, հետո կորավ, անհետացավ։ Դա իմ համար իրոք զոհ էր, չնայած եւ ասեցի փառք Աստծուն, ով որ գտնի թող օրհնված լինի։ Գիտեք, դա իրականում եթե դու կարած տես բան ասես, դա ուրեմն ինչ որ փառք Աստծուն, լավ բաներ ա կատարվեք ու այդ զոհ կոչվում է կորուստ կամ էլ զրկանք, երբ որ զրկվում ես ինչ որ բանից։ Գոյության խափանում։ Եվ ընդհանրապես զոհ նշանակում է մահ։ Այսինքն գոյության ընթացքը կանգ առավ, զոհվեց։ Կարանք ասենք կտրինք, տվինք, ամեն ինչ ճիշտ է, բոլորը մտնում է դրա մեջ, բայց իր ամբողջ բովանդակությունը զոհը կոչվում է, երբ որ դու կորցնում ես անհետ։ Այսինքն դու ընդհանրապես կորցրեցիր դա։ Ու էլ չես կարող գտնել։ Ես ինչքան մանեկա այդ ականջողները, տողերը չգտա։
Փողոց մանեկա, ամենտեղ մանեկա, չգտա, դա զոհվեց, անհայտացավ ինձանից ու շատ մեծ արժեք ուներ իր մեջ։ Զոհը երբ որ դու կորցնում ես ընդհանրապես ու էլ չես գտնում։ Այ թե ինչ է նշանակում զոհ։ Իհարկե տարբեր զոհեր գոյություն ունեն, տարբեր մակարդակներ զոհերի գոյություն ունեն, տարբեր աստիճաններ զոհերի գոյություն ունեն։ Բայց իր բովանդակությամբ, ամբողջությամբ զոհը երբ որ ընդհանրապես դրա գոյությունը կորում է, անհետանում է, զրկվել, հա, զրկվել կյանքից, զրկվել ինչ որ արժեքից, արժեքավոր բանից, թանկ բանից, ասենք ոչ պետքական բանը, կարա զոհ լինի քո համար։ Չէ, ասենք ես անձեռոցիկը կարա զոհ լինի, ես կորցրեմ, ասեմ, վայ զոհ էլա, զոհեցի, կորցրեցի։ Չէ, արժեք չունի, շատ, կարող է ունի, բայց շատ քիչ։ Բայց կան բաներ, որ իրոք իրանք արժեքներ ունեն, ու ես ուզում եմ, որպեսզի տեսնենք առաջի զոհը, ով կարա հիշեցնի ինձ առաջի զոհը, ամենաառաջի զոհը, որն էր։ Աբելու Կայան, ելով եկասի։ Աստված ծածկեց նրանց, Հիշում եք ինչ ասեց Աստված Ադամին, ասեց ամեն ծառից կարող ես օգտվել, թույլ եմ տալիս, կյանքի ծառից էլ կարող ես օգտվել, բայց մի ծառից չօգտվես, որովհետև չուտես, որովհետև ինչ կլինես, կմեռնես, այսինքն կզոհվես, եթե փոխենք մահը զոհի, չէ, կզոհվես։ Ու ինչ տեսանք, որ առաջի զոհը, երբ որ Ադամը եւ Եվան խախտեցին Աստծո կյանքի խոսքից հրաժարվեցին, ու ինչ կատարվեց։ Կատարվեց առաջին զոհը։ Ով կարող է ասի, առաջի զոհը ինչի զոհ էր, ինչի նվիրված էր այդ զոհը։ Սիրելիներս, առաջի զոհը դա ստության նվիրված զոհ էր, խաբկանքի զոհ էր, երբ որ նրանք խաբնվեցին, զոհվեցին ստին։ Ամեն, ճիշտ եմ ասում, թե չէ։ Այսինքն մարդը ուներ իր առաջ դրված կյանքի եւ մահվան ընտրություն, օրդության եւ անեծքի ընտրություն, բայց խաբնվելով մարդը ինչ եղավ, զոհվեց, զոհ գնաց ստին։ Սիրելիներս, ես սա կոչում եմ անիմաստ զոհ, անիմաստ զոհ, զոհ, որ ոչ մի ձև չի արդարացվում։ Ինչի համար նրանք զոհվեցին։ Հանուն սեփական հետաքրքրության, հետաքրքրասիրության, չէ՞, Եվան գնաց սկսեց բզբզել։ Ու խոսք եկավ, խոսք ստացավ։ Ումից, ստության հորից։ Բզբզեց, հետո վերցրեց, տեսավ շատ գեղեցիկ է, համով այդ որ խոստումնալից է, տարա կերավ, հետո ամուսնուն էլ տվեց։ Եվ ինչ եղավ, այդ հետաքրքրասիրությունից եւ սեփական անկախության այդ գայթակղությունից, չէ՞ որ ասվեց, չէ՞, անկախ կլինեք, աստվածների պես կլինեք, ինքներդ ձեզ ղեկավարեք, այլ ղեկավարի կարիք չեք ունենա, այլ առաջնորդի կարիք չեք ունենա, ինքներդ ձեզ ղեկավարվեք ու կյանքը զենց հետաքրքիր ձևով կանցնի։ Նրանք հրաժարվեցին Աստծո առաջնորդությունից, կյանքի առաջնորդությունից, հրաժարվեցին կյանքից զոհ գնալով ստությանը, ու մենք տեսանք, որ նրանք ընկան ուրիշ կախվածության տակ, ստի ազդեցության, մահի ազդեցության։ Գրված է Ադամից մինչև Մովսեսը մահը տարածեց բոլոր մարդկանց վրա, անգամ Ադամի մեղքով չմեղանչածների վրա էր։ Բայց մեղքը տարածվեց, այո, այդ կորուստը գնաց։ Առաջի կորուստը Ադամի եւ Եվայի կորուստն էր, չէ՞։ Երկրորդ կորուստը կարող եք հիշել, երկրորդ զոհը։ Հա՞։ Քույրս նշեց, այո, երկրորդ զոհը, երբ որ եղավ առաջի զոհը, աննպատակ զոհը, բայց քանի որ նրանք արդեն կորցրել էին իրենց եւ կորցրել էին սեփական արդարության հագուստները, որ Աստված իրենց հագցրել էր, արդեն որպես հագուստ, մենք մարդիկ մտածում են, թե բոլորը, մարդիկ հենց մերկ է, գրված է մերկ ծնվել ենք, մերկ եք, բայց ոչ, մարդը մերկ չի ծնվել իրականում, Աստծո արդարությամբ է նա եղել հագնված, արդարության զգեստ է իր վրա եղել,
Նա ծածկված է, ծածկոցով է եղել, բայց նա կորցրեց իր ծածկոցը ու Աստծուն պետք եղավ բերել ինչը երկրորդ զոհը, որպեսզի այդ կենթանու զոհի միջոցով նա կարողանա նրանց կաշվե հագուստներ կարի, որպեսզի ծածկի նրա ծամոթանքը։ Երկրորդ զոհը դա այդ կենթանու զոհն էր, որ Աստված արեց։ Ու տեսնում եք, որ զոհի համար զոհ, անպիտան զոհի համար պետք եղավ, որ ինչ-որ մեկը զոհ մատուցանվի։ Երրորդ զոհը ով կարա հիշեցնի, Արամը աղբերս հիշեցրեց։ Երրորդ զոհը դա Հաբելի եւ Կայենի զոհն էր, չէ՞։ Գրված է ժամանակ անց նրանք զոհ բերեցին։ Հաբելը բերեց իր հոտից, առաջնեկներից ամենալավագույնը, ինչ բերեց։ Կար բերեց, կենթանի բերեց, չէ՞։ Իսկ Հաբելը բերեց ինչ։ Կայենը ինչ բերեց։ Ուտելիքն ու ասենք բանան, ապելսին, կիվի, ինչ-որ sense հետաքրքիր բաներ, բայց գիտեք սիրելիներս, գրված է մեկի զոհը արդարացվեց։ Պամիդոր վարում։ Մեկի զոհը արդարացվեց, ընդունվեց, այսինքն արդարացվեց, արդար զոհ էր։ Իսկ մեկինը չընդունվեց, այսինքն արդարություն չկար դա մեջ։ Ինչի համար, որովհետև զոհն էլ զոհի նման պիտի լինի, սիրելիներս։ Զոհը մենք ասացինք նաև, որ ինչ-որ մի բան կորուստ է, այսինքն մենք գիտենք, որ գառը ինքը կենթանի էակ է, չէ՞։ Ու մենք հասկանում ենք, որ նայելով Հաբելի զոհին մենք տեսնում ենք, որ Հաբելը գիտակցել էր, թե ինչ էր Աստված արել դրախտում իր հոր ու մոր համար, զոհելով գառան եւ նրանց կաշվից, այսինքն նրանց այրան տեղը չէ որ խոստում կար, որ մահով կմեռնես, բայց նրանք միանգամից չմահացան, այո, նրանք կորցրեցին, նրանք կորուստ զրկվեցին Աստծո ներկայությունից, Աստծո հետ հարաբերության, այդ լավ քաղցր հարաբերություններից զրկվեցին, զրկանք ապրեցին, դա մահն է իրականում, երբ որ կյանքը բաժանվեց իրենցից, բայց Աստված չթողեց իրենց։ Մենք տեսնում ենք, որ Հաբելի զոհը դա իրականում իր անձի տեղ բերած զոհ է, այսինքն իրականում դա իր համար մեծ արժեք ուներ այդ գառը, որ ինքը բերեց։ Այսինքն ինքը հասկանում եք, չէ, այդ մեր համար է հիմա այսօր գառ մորթելը շատ սովորական բան, բայց դուք պատկերացնում եք մարդու համար, որ կյանքում ինքը ոչ մի, ասենք, մրջուն չի տրորել, հիմա պիտի ինչ-որ մեկին բերի իր սիրած, իր հոտի մեջից ինչ-որ մի արժեքավոր կենթանի, նա այդ գառին որ նայում եք, sense ոնց որ երեխա լինի, չէ՞, փուճուրի գառինը, իրոք ոնց որ երեխա այդ գառին պետք է ինքը բերեր զոհ։ Պետք է ինքը բերեր մորթեր իր ձեռքով։ Ինչի համար, որովհետև ինքը գիտեր, որ ինքը պետք է մորթվի, ինքն է զոհը, բայց ինքը բերում է որպես իր անձի, իր մեղքի զոհ։ Ամեն, կա արդարացված զոհ։ Սիրելիներս, կա չարդարացված զոհ եւ կան արդարացված զոհեր։ Մենք այսօր խոսանք մի քանի տեսակների մասին։ Փառք Աստծուն, զոհ այսինքն պիտի անպայման կենթանի լիներ, չէ՞, կենթանի զոհ պիտի մատուցանվեր։ Իսկ գրված է, որ Հաբելի զոհը ընդունվեց, իսկ Կայենինը չընդունվեց։ Ինչի համար, սիրելիներս, չորրորդ զոհը կարող եք ասեք որ մեկն էր։ Չորրորդ զոհը, սիրելիներս, հենց Հաբելի զոհն էր, որ Հաբելը զոհվեց։ Հաբելը զոհվեց հանուն ինչի, սիրելիներս, ով կարող ասի։ Ինքն իր հանուն իր արդարության, այո, ամեն, նա արդար զոհ բերեց, բայց նա զոհվեց նախանձի պատճառով։ Իր եղբոր նախանձը չկարողացավ նա ինքը չկարողացավ իր նախանձը հաղթահարի զոհի ինքն իրեն այդ մեղքին, որ Աստված ասել էր մեղքը դրան ատ առաջնա, տիրապետի նրան, բայց նա չկարողացավ, չուզեց տիրապետել, նա թուլացավ եւ նա մեղքին, այսինքն նախանձի կուռքին ինքը զոհ բերեց ու իր եղբորը։ Սիրելիներս, ամբողջ աշխարհի համակարգում հիմքերում դրված է զոհը։ Ոնց նայում ենք հենց սկզբից մինչև առ այսօր զոհ։ 5-րդն է զոհ ասեցի, 6-րդը որն էր,
Ով կհիշի։ 4-րդ, 5-րդը որն էր։ Դա նախանձի զոհն էր։ Դրանից հետո որ զոհն էր, սիրելիներս։ Հիշում եք, մի մարդ կար, անունը Ղամեկ, 2 հատ կին ուներ։ Չէ։ Կայենի ծոռը Ղամեկը։ Հիշում եք, որ եկավ եւ 2 հատ կին ուներ եւ իր կանանց ասեց, այդ արդեն վատ էր, որ արդեն 2 հատ կին ուներ, արդեն նագաժոնստվա ըստ Աստծո չէ, բայց եկավ ու ինչ ասեց, 2 հատ 2 մարդ սպանեցի այսօր։ Կարդացել եք այդ տեղը։ Չեք հիշում։ Իրականից եկավ ասեց 2 մարդ սպանեցի, 2 երիտասարդ սպանեցի։ Ու ինքը սկսեց իր վրա, որպեսզի ցավ ասում է, պատիժ, բայց ասում է, որ այն պատիժը, որ Կայենից Աստված ասեց 7 անգամ Կայենին, ով որ պատժի 7 անգամ պատիժ կրի, ինձ համար 7 անգամ 70, այսինքն ինքն իրեն այնքան բարձրացրեց, ինքն իր խոսքը Աստծո խոսքից այնքան բարձր արեց, դա հպարտություն էր, սիրելիներս։ Խլել ինչ որ մեկից կյանք նշանակում է ես ինձ դրեցի Աստծո տեղ, Աստված է տվել կյանքը ու Աստված կարա վերցնի, ամեն, բայց մենք տեսնում ենք, որ Աստված չի վերցնում մարդու կյանքը, բայց այս մարդը Ղամեկը ինքը 2 մարդու կյանք խլեց եւ զոհ եղավ էլի, ու մենք տեսնում ենք զոհ։ Սիրելիներս, այսօր այս աշխարհի ընդհանրապես երկիր մոլորակի այս համակարգը ոնց է։ Նայում ես օվկիանոսի ձկներին։ Ինչ է կատարվում։ Մեծը ուտում է փոքրին, փոքրը զոհ է լինում մեծին, ամեն մեկը մեկին պիտի ուտի, որ ապրի, ըտենց է թե չէ, նաև այսօր մարդը, որպեսզի իր գոյությունը պաշտպանի, ինչ որ էլի բան է մորթում, կենդանի է մորթում, ձուկ է բռնում, գառ է բռնում, մորթում է, այսինքն ապրել ուրիշի հաշվին։ Տեսնեք, որ ամբողջը զոհ է, ուզում ես գոյությունդ պաշտպանել, ինչ որ մեկին պիտի վնասես, ինչ որ մեկին պիտի ուտես։ Փաստորեն, ժողովուրդ ջան, փաստորեն մեռնելու համար էլ է պետք բան ուտել, ապրելու համար էլ է պետք բան ուտել։ Քիչ հետո կասեմ, հիշում եք, երբ որ Աստված պիտի հաներ Իսրայելին Եգիպտոսից, ինչ կատարվեց։ Ինչ ասեց։ Հարվածելու եմ Եգիպտոսի բոլոր առաջնեկներին, դատաստան եմ անում ու ասեց գառ մորթեք, մի տարեկան գառ մորթեք ամեն ընտանիք, թող մինչև լուսաբաց գիշերը այդ գառը խորովի, ուտվի ձեր կողմից, այդ գառան արունը կսվի ձեր դրան վրա, որպեսզի մահը երբ որ կանցնի, ուղղակի անց կենա, չէ։ Այսինքն ինչ ասեց Աստված, ասեց այդ տրան պիտի ինչ անեք, գառին, ուտեք, էլի զոհը։ Գիտեք, ամեն անգամ որ դու մի բան ծամում ես, դու զոհ, ինչ որ մի զոհ ես անում։ Այդ մեր ատամները զոհում են, այդ մեր ստամոքսը գնում է, ստամոքսի մեջ ինչ զոհաբերություններ ա կատարվում, ինչ որ զոհը։ Անընդհատ ինչ որ մեկին մենք ծամում ենք, ինչ որ մեկի ուտում ենք, այդ ինչ որ մեկի հաշվին մենք գոյություն ենք պաշտպանում։ Սիրելիներս, դրա համար Հիսուս Քրիստոս ասեց, ինչ ասեց. Ես եմ կյանքի հացը։ Եթե ինձ չուտեք եւ իմ այրունը ճշմարիտ խմելիք է, ըմպելիք է, իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, եթե չուտեք, կյանք չեք ունենա ձեր մեջ։ Ու գրված է, շատերը գայթակվեցին ու գնացին։ Առանց ընկալելու թե նա ինչ էր ասում։ Ամեն։ Ու իրականում մենք տեսանք, որ Քրիստոս իր մարմինը, հիշում եք, չէ, Զատկի օր ասեց, սա է իմ մարմինը տվեց, աշակերտին ասեց, կերեք։ Դա խորհուրդ է, ամեն։ Դա պատվիրան է, կերեք, խմեք, ինչ համար, որովհետև կերակ եւ մեռակ, հիմա կերեք, որ ապրեք։ Ամեն։ Ինչի համար է պետք, որպեսզի մեր աչքերը ուտեն Աստծո խոսքը։ Ինչի համար է պետք, որ մեր ականջները մենք զոհենք Աստծո խոսքի առաջ, որպեսզի ուտեն Աստծո խոսքը, որպեսզի փրկություն ունենանք։ Ամեն։ Փառք Աստծուն։ Ուրեմն կա զոհ, որ արդարացված չի ընդհանրապես։
բայց կա զոհ, որ արդարացված է, ու այն զոհն է արդարացված, որ արվում է հանուն Աստծու ու հանուն ճշմարտության։ Ամեն, ով կարող է ասի ամեն այս խոսքին։ Այն զոհն է արդարացված, որ արված է հանուն ճշմարտության ու հանուն Աստծու։ Աբրահամի զոհը, ով է հիշում, սիրելիներս, Աբրահամի զոհը, գիտեք, այս աշխարհը պատրաստ է շատ զոհեր են անում, մարդիկ շատ զոհեր են անում, անգամ հեթանոսները մեծ զոհեր են անում, մեծ զոհեր են մատուցանում, ինչ որ հաջողությունների հասնելու համար, ինչ որ բաների հասնելու համար, զոհեր են անում, անգամ երեխաներին են զոհ, բայց մենք գիտենք, որ Աստված մարդկային զոհ չի պահանջում, ամեն, բայց մենք տեսնում ենք, որ Աստված փրկության համար օգտագործում է հենց զոհը։ Ինչի համար, որովհետև ասում է, լավ, եթե դուք այդքան զոհաբերողներ եք, ես էլ մի զոհ կանեմ ձեզ համար։ Ավելի կատարյալ զոհ կանեմ։ Ու բերում է Աբրահամի զոհը, եւ այսօր մենք ունենք այդ օրինակը, երբ որ Աստված խոստում ուներ եւ տարեց հասակում, շատ մեծ հասակում կատարվում է այն խոստումը, որ ասել էր, որ որդիք ծնվի եւ քո որդու միջոցով ազգերը փրկություն կստանան, օրհնություն կստանան, հանկարծակի այդ խոստումը տվողը, այդ որդի տվողը, երբ որ որդին մի քիչ մեծանում է, դառնում է այդ գառնուկի չափ, ասում է, հիմա բեր ինձ այդ քո սիրելին։ Ու գիտեք, տեսնում ենք, որ Աբրահամը հելնում առավոտը վերցնում է երեխային եւ գնում է Սարը, որպեսզի զոհ մատուցանի։ Մենք տեսնում ենք, որպեսզի Աստված փորձի մարդու հավատարմությունը, նա մարդու զոհ այլ պահանջում։ Որովհետեւ այտենց թե այտենց մարդիկ շատ անկապ զոհեր են անում իրանց կյանքի մեջ, չարդարացված զոհեր։ Բայց Աստված ասում է, «Լարի տեսնեմ իմ համար կզոհես դու»։ Ու մենք տեսնում ենք, որ նա իրականում բերում է իր որդուն եւ գիտեք ինչ, դրանով Աստծուն ինքը զարմացնում է։ Մարդը զարմացնում է Աստծուն, որ այդքան նվիրված էր, բայց գիտեք ինչ, մեկը կասի, բա լավ, Աստված այդքան անխիղճ էր, չէ, սիրելիներս, Աստված գիտեր Աբրահամի սիրտը, ու Աստված գիտեր Աբրահամի նվիրվածության աստիճանը եւ հավատքի աստիճանը։ Գրված է, որ Աբրահամը գիտեր, որ նա նրան հարություն պիտի տա։ Ամեն։ Հալելույա։ Իսկ դու գիտես, որ Աստված քեզ հարություն պիտի տա։ Աբրահամը գիտեր Աստծուն, որ նա որ խոստացել է, նա չի կարա ժխտի իր խոստմունքը։ Ամեն։ Մեր Աստված հավատարիմ այդ գրված է եւ դա նրան ինչ կոչվեց, ինչ արդարություն, հալելույա, արդարության զոհ, արդարացված զոհ, այսինքն հասկանում եք ինչա նշանակում արդարության զոհ, արդարացված զոհ, այսինքն այս մարդու զոհը ինձ դուր եկավ, արդարացված է այս մարդը սրանով, իր արանքով ինքը արդարացվում է։ Իր հավատքով նա արդարացավ, հալելույա, փառք Աստծուն։ Այսօր դու կարող ես Քրիստոսի արդարությամբ եւ նրա արած արդար զոհով արդարանաս։ Ահա թե ինչի համար մեզ պետք շատ խորը գիտակցել, թե ինչ արեց Աստված Հովհաննես 3:16-ի մեջ գրված, որովհետեւ Աստված այնպես սիրեց աշխարհ, որ իր միածին որդուն տվեց, այսինքն ամենաթանկը տվեց, որպեսզի ամեն նրան հավատացողը չկորչի, չկորչի, չզոհվի, չկորչի, հավիտենական, անհիմն, անկապ չդառնա դժոխքի կրակների բաժին։ Գիտեք, սիրելիներս, մարդիկ դժոխքում, ինչի համար են ամենաշատը տանջվում, ոչ թե կրակների մեջ վարվում են դրան, այդ կրակը, որ իրանք ունեին շանս այս երկրի վրա ընդունելու ու չընդունեցին, այն հավատքը, որ արդարացներ իրանց։ Եվ նրանք գնացին շատ ուրիշ անկապ հիմար անհիմն զոհեր մատուցանեցին, ում մատուցանեցին մահվան։
Սատանային, ստին։ Գրված է սատանան ամեն օր կատաղած առյուծի պես ման է գալի, թե ունքնի, խափի, մոլորեցնի, տանի Աստծուց հեռու ու ինչ անի կուլ տա, հոշոտի։ Մի քիչ շեղի ճշմարտությունից ու հոշոտի։ Գող եկա, որպեսզի գողանա, սպանի ու փչացնի։ Ես եկա որ կյանք ունենաք եւ ավելցուկով ունենաք։ Ամեն, ամեն, այսինքն Քրիստոս ինքը գիտեր, որ այդ զոհը, որ ինքը պետք է մատուցանի, շատերին պիտի հետ բերի դեպի Աստված, դեպի կյանք, մահից դեպի կյանք։ Ու ինչով հաղթվեց մահը, մահը հաղթվեց մահով։ Փառք Աստծուն, բայց արդարացված մահ։ Գիտեք կա չարդարացված մահ, չարդարացված զոհ։ Եկեք տեսնենք ինչ չարդարացված զոհեր գոյություն ունեն։ Մի բան ստանում եք։ Ուրեմն անհիմն, անիմաստ զոհերը մարդկային իրականության մեջ գրավում են ամենամեծ բաժինը, անհիմն զոհերը։ Տեսնենք զոհերի տեսակներ։ Կան իրականում զոհի տեսակներ, կան զոհեր գիտակցաբար, կան անգիտակցաբար զոհեր, որ մարդիկ անում են, բայց առաջինը մենք հիշում ենք առաջի զոհը, զոհերի առաջի զոհը դա սուտը, չէ, ստություն։ Ստությունը դա բոլոր անհիմն զոհերի մայրն է։ Եթե սատանան կարեցավ մարդուն խաբել կամ մարդը ինքն իրեն կարեցավ խաբել, ոնց որ Ադամն արեց, հա, ինքն իրեն խաբի, կարող է ճիշտ է, էլի, կարող է իրոք ես մենակս ավելի լավ ինձ կառավարեմ, ավելի երջանիկ լինեմ, քան այն ծերուկի հետ։ Մարդիկ են էլի մտածում, որ Աստված ծերուկ է։ Հա, այն թրաշով, երկար թրաշով ծերուկ է։ Հա, այն խեղճ ու կրակ Հիսուսը, որ մորթվեց։ Սիրելիներս, առաջի զոհը ստի զոհն է, հետո մեղքի զոհը, նախանձի զոհը մենք տեսանք, չէ՞։ Ատելության զոհ։ Մարդիկ ատելությանը զոհեր են մատուցանում։ Մարդը կարա ատելության մեջ հարատևի երկար ժամանակ ու չների։ Ու դա զոհ է։ Ինքն իրան զոհում ատելության ոգուն։ Ինչի համար, սիրելիս։ Ինչի համար ես ատեմ ու ինքս ինձ զոհ անեմ, ընծայեմ, հա, ընծայվեմ, զոհվեմ։ Ինչ որ մի ասենք երևույթի, որ իմ հետ կատարվել է ինձ մի քիչ էզև չասեցին, այն չասեցին, էզև չվերաբերվեցին, այնձև չվերաբերվեցին։ Ավելի լավ չի ես կենթանի զոհ լինեմ արդարության համար։ Ավելի լավ չի ես զրկանք կրեմ արդարության համար, բայց իմ հոգին փրկվի, մաքուր լինի, քան թե ես զոհ մատուցանեմ դևերին, ոգիներին, ատելության զոհ, շատ մեղքեր գործելով մարդ զոհում է իր սեփական առողջությունը, սիրելիներս։ Այսօր տղամարդիկ կանայք ծխում են մեծ քանակությամբ սիգարետներ։ Ինչ է կատարվում։ Առաջինը նա զոհում է իր ժամանակը, նա զոհում է իր գումարները, իր վաստակած քրտինքն է զոհում, չէ՞։ Նրանք ինչ զոհ անում այդ մարդը։ Ինքը զոհում է իր թոքերը, առողջությունը կամ շնությունը կամ ուրիշ մեղքերը, ինչքան բաներից են մարդին զրկում։ Ինչ մեծ զոհեր է մարդը տալի։ Հանուն մի պահ, մի փոքր ինչ-որ հաճույքի համար, ինչի համար։ Մարդը գնում է մեծ զոհի, չմտածելով, որ իրականում կարող է շատ մեծ բան կատարվի։ Խմիչքը, թմրանյութերը, այդ չեմ ասում խաղամոլությունը, ազարտը, ինչքան մարդիկ, գիտեք իր սիրելիներս, աշխարհի մարդիկ ավելի մեծ զոհեր են անում իրանց չաստվածներին, քան թե եկեղեցու մարդիկ ճշմարիտ Աստծուն։ Ցավալի է, բայց փաստ է։ Այն զոհերը, որ մենք աշխարհում ենք անում այն ժամանակ, Չանց փառք ասում, ես ասեցի Տեր ջան, ինչքան զոհել եմ դևերին, քառապատիկ զոհելու եմ քեզ, իմ կյանքը քեզ եմ տալիս։ Ամեն, մենակ այդ ձև կարաս դու արդարացնես քո զոհը, երբ որ դու ընծայես քեզի Տիրոջը, արդարության ճանապարհի վրա քեզի դնես, ոչ թե հիմարության ճանապարհի, ոչ թե դնես ունայնության ճանապարհների վրա, բախտի ճանապարհների վրա,
մարդիկ նստած ասում են նստած թախտին սպասում ենք բախտին։ Ոչ մի բան չենք անում, սպասում ենք բախտը պետք է գա, մեզի ինչ որ բան պարգևի։ Հարաբերություններ են զոհվում, սրբությունն է զոհվում, խաղաղությունը, ուրախությունը մարդ զոհում է իր հանուն ինչ որ անկապ, անիմաստ մեղքերի, որ աչքը ինչ որ միտեղ մի բան տեսավ, մի բան լսեց, մի բանի հետևից գնաց, դրանք գողության, սպանության զոհեր, մարդիկ կողոպտում են, գողություն են անում ու դրան պատկերացնես մարդը գնում է 1000 ման հետ գողանա, որի համար գիտի ինքը պետք է կորցնի, ասենք 4 տարի իր ազատությունը։ Դուք պատկերացնում եք ինչ հիմար անիմաստ զոհ։ Ոնց կարելի է երեք է նայում 16 տարեկան տղաները Վալգագրադում մարդ են սպանել, այծիշտիկ են սպանել, փող են տարել ու բռնվեցին, կրակել էին այդ տղին, սպանել էին։ Մտածում ես, ասում ես, Աստված իմ, նյուժելի մարդը պիտի այդքան, ասենք, այդ մի քանի մանեթի համար, այդ մի 100,000 են տարի ջեբից, ինչքան են տարի, դրա համար ինչ որ մեկին, որ իր խելքով դրել է, չարչարվել է, սովորել է, լցրել է իր ուղեղը, որ այսօր գումարը վաստակում, իսկ նա ոչ մի բան չի ուզեցել իր համար, ոչ մի բան չի ուզեցել զոհի, չի ուզեցել դպրոց գնա, չի ուզեցել սովորի, չի ուզեցել ինչ որ մի լավ բան անի, իրան խոնարհեցնի, նայեց այն մարդուն, կայելու հավելի պատմությունը չի։ Չուզենալով տարավ նրա կյանքը, վերցրեց նա գումարը, ինչ կատարվեց, թող գնա դիմաց բերդում 15 տարի փթի։ Չարթարացված, մեղադրված զոհ։ Մարդիկ զոհում են, չգիտես ինչի համար, զոհում են մահին։ Եսի զոհ։ Մարդ գերի է իր եսին։ Ինքը չի կարողանում իրան հաղթարի։ Ինքը գերին է իր զոհի։ Ես չեմ ների, ես սա չեմ անի, ես, ով, ինձ, ոնց։ Դա էլ է զոհ, սիրելիներս, դա էգոիզմի զոհն է։ Ես ուզում եմ, որպեսզի այսօր մենք այս թեստը անցկացնելուց ամեն մեկս տեսնենք, ես էլ եմ մարդ, բոլորս ինչ որ միտեղ մեզի կարանք, ես կարամ ինձի բռնստեմ այս ամեն ինչի մեջ։ Ես մարդ եմ, ես դրա համար, ես իմ համար թեստ եմ արել, ոչ թե ձեր համար եմ արել, ես իմ համար եմ այս թեստը արել։ Տենամ ես էլ որտե կամ ագահության զոհը, տենամ ագահություն կա իմ մեջ, թե չկա։ Անկշտության զոհ, խելքի զոհ, գրված է մարդ իր խելքի ձեռը կրակն անի, չէ՞ կա, չէ՞։ Այս անընդհատ նույն բանն անում, անընդհատ նույն կրաբլի վրա ասում, խելքի ձեռքը կրակն անի, փողի մեռած, հա, փողի զոհ, կա փողի մեռած մարդ։ Այսօր լիքն էր փողի մեռած դրե։ Ես լուրջ եմ ասում, ես մի քանի օր առաջ մեր Սեմիկարակորսկում մեկին թաղեցինք։ Չեք հավատում, փողի մեռած մարդ։ Գնաց կոնտրակտ կազմեց, գնաց կռիվ։ Երիտասարդ մարդ, երիտասարդ տղա։ Լավ էր, որ օտպուսկ էր եկավ եկեղեցի, մեկը բերեց իրան եկեղեցի, 27 տարեկան տղա էր։ Ինձ ասում է, пастор, а Бог мне простит? Асում եմ, но если ты искренне каешься, если ты искренне понимаешь, на что ты пошел, и ты просишь у Бога прощения, Он простит, но если ты искренне. Գիտեք, ինչ գնաց ու շատ վատ մահով մահացավ, ոչ թե հերոսի մահով, մահացավ իրաների ձեռով անգամ, իրաների, յուրայինների ձեռքով մահացավ, ոչ թե թշնամու, ոչ թե հակառակորդի, ոչ թե տուն եկավ դագաղի մեջ ու կրծքի վրա շքանշաններով, այլ շատ վատ, ամոթալի մահով, այսինքն սպանված իրաների կողմից, ինքնասպանված, այսինքն դաժե ասեմ, այս ձև, ահա եւ փողի մեռած, շահի մեռած, հա, զոհ, ընկերության շրջապատի մեռած զոհ, գնացած մարդ, տղեկը լավ կհասկանան, հա, ընկերության համար, բոլորը սենց են նա, ես էլ եմ ուրեմն սենց, կամ ինչքան մարդ են զոհվել անկապ, իմ հորս ընկերը 16 տարեկան ժամանակ, գալիս են տանից հանում են, ասում են, արի մի հատ հարց կա էլի, լուծի ինձ նեղասել են, ավելի փոքր տղաներ, հեն մա գնա, որ էլ խարմի ասել է տենամ ինչ այլ, հանում են դանակ այսքան դանակը, կողմ են փոր ու փախնում են, անկապ, անհիմն
զոհ։ Ասեք, սա ասունդուր է գալի։ Ու ամբողջ աշխարհը թաթախված է այդ զոհի մեջ, անընդհատ ամեն վարքյան զոհեր է մատուցան։ Իհարկե կա հայրենիքի զոհ, կա ազգի զոհ, երբ որ մարդը հիշում եք, չէ, սենց խոսք ունենք մահ իմացյալ անմահություն, չէ։ Այսինքն կա որ ինչ որտեղ, այո, քո զոհը, մարդու զոհը ինչ որ մեկի փրկության համար է, սերունդի փրկության համար է։ Դա այն չի որ հա ուզեցա գնացի, չէ, դա շատ ստիպված զոհ է, հա։ Այո, կա երբ որ կա գաղափարախոսության զոհ, գաղափարների զոհ, կա կրոնավորության զոհ, սիրելիներս, սա էլ ասեմ, որ իմանանք, որ մարդը բռնվում է կրոնի ոգով, կրոնավոր է դառնում ինքը, ու ինքը այդ կրոնի զոհն է, ու տեսնում ես ինքը սենց սուրը վերցրած, սենց աշզաս, սաղին պրթումա, սաղին դասեր է տալիս սովորած, ինքը էլ բան չսովորած, ինքը էլ ճշմարտության գիտության չեկած, ուղղակի սենց վերցնում ասու խոսքը, սենց գիտես ինչ, գիտես ոնց, գիտես ինչ, դա էլ է զոհ, այդ մարդը զոհ է դառել կրոնի։ Ոնց սովորացել են այտենց, ասել են հել ինգիտանետուն սենց ման արիվան, ասենք Եհովայի վկան էին, չէ։ Ես տեսնում եմ Սեմի Կարակորսկում, երկու հատ մարդ կան, անընդհատ ամեն առավոտ հելնում են, սենց գնում են այն ծերը, հետ են գալի։ Ասում ես տենաս այս մարդկանց գլխի մեջ ինչ է, զոհ են մարդիկ, ասել են դու պետք է դա անես, ու ինքը անում է մտածելով, որ դա միգուցե կնկատվի Աստծու կողմից։ Կա անձնազոհություն, երբ որ մարդը ինքն է իր անձը դնում զոհասեղանին, ինչ որ նպատակների համար։ Կա երեխայի զոհ։ Երեխայի զոհ, լսել եք։ Մարդը, երբ որ երեխա է ունենում, մեր ազգի մեջ շատ է դա տարածված, ու այս երեխային այնքան է սիրում, այնքան է ասենց մեռնեմ կյանքի, ասում եք ձեր թորտիկներին, մեռնեմ սրտի, մեռնեմ բոյի, սրտիկը տուտեմ, մենք սաղս ասում ենք դες բաներ, ու մեկ էլ ես երեխեն սենց, ինքը ջոգում է, թե ինքը մի երևելի մեկն է, քիչ մեծանում, ու չեն ջոգում ես ոնց մեծացավ ու արդեն էլ բանատեղ չի դնում, ոչ մամային, ոչ տատիկին, ոչ պապիկին, են որ մեռնում էին սրտին, մեռնում էին կյանքին, տենում է որ, ու այդ երեխեն սկսում է արդեն իր կապրիզներով, գիտեք իշքան մեծ, չմեծացած մարդիկ կան, որ իրանց ծնողներին մինչև հիմա իրանց կապրիզով պահում են, որ զոհի կարգավիճակում, եթե տենց մարդես մեծացի ես քեզ ասում եմ, հերիքա զոհ անես ինչ-որ մեկին, ու եթե դու էլ մայրես տենց կամ հայրես, հերիքա զոհ լինես նման անարդար վիճակներին, որովհետև Աստված չի պահանջում քեզանից տենց զոհ, Աստված արդարության զոհեր է պահանջում, ամեն, հալելույա, փառք Աստծուն, երդման զոհ, մարդը ինքնարդարացման համար ինքն իրան խոսքը, ինքն իրան երդում անում, կյանքս թաղեմ, հորս արև, մորս արև, երեխիս գերեզման դնեմ, թե սիրելի են սրանք էլ սաղ դիվական զոհեր են, անիմաստ, պետք չի, որ մեր բերանից նման բաներ հելնեն, սովորությունների զոհ, ադատների զոհ, տգիտության, վերջի վերջո, տգիտության զոհ, մարդը չի ուզում Աստծո խոսք կարդա, ինքը ուզում է մենակ եկեղեցի գա ու եկեղեցում խոսք ստանա Աստծուց, եկեղեցուց երբեք խոսք չես ստանա Աստծուց, եթե դու չունես անհատական շփում Աստծու հետ, եթե դու չես կարդացել այդ խոսքը քեզ անծանոթ է, ստե քեզ ոչ ոք չի ծանոթացնի այդ խոսքի հետ, կարանք քեզ մի քիչ բրդենք գցենք առաջ, բայց որ դու իրականում այդ զոհը պետք է անես, արդարության զոհը պետք է անես, դու պետք է քեզ բռնես քո վզից, ականջից, չգիտեմ որ մասից, գլխից ես բռնում, հետևից, չէ՞ ման, ուր ես խփում, ինչ է, նստացրա քեզ Աստծո խոսքին զոհ գնալու, ամեն, դա ընդունված, արդարացված զոհեր են, դու այսօր ցանի քո մեջ, վաղ Աստված այդ ցանածով այդ խոսա քո հետ, կառաջնորդի քեզ,
Սուրբ Հոգովը, ամեն, Փառք Տիրոջը, կան արդարացված եւ չարդարացված զոհեր։ Իշխանության զոհ, ասեցինք ալկոգոլի թմրանդեղերի դա աղետի զոհեր գոյություն ունեն։ Ավտովթարների զոհեր։ Ու գիտեք, հիմնականում անհիմն չարդարացված զոհեր, երբ որ պետք չի հոց գիծը տրորել, հոց գիծ ենք տրորում, երբ որ պետք չի շատ արագ գնանք, պետք չի հելնենք աբգոնի, հելնում ենք աբգոն, երբ որ պետք չի հեռախոսով խոսանք կամ նայենք հեռախոսի մեջ ռուլին, մենք անում ենք։ Ու գիտեք ինչ, մեկ ամիս առաջ մեր եկեղեցու երեխաներից մեկը, արդեն տղա է մեծ հասուն, ապրում են Մոսկվայում, Ալեքսեյը, շատ լավ ծառայող, խոնար, սեմինարիա վերջացրած, ամեն ձև ծառայող, մանկական ծառայող է շատ ուժեղ։ Մեքենայի ղեկին ուզում է միացնի աղոթքի ժամն է, ուզում է միացնի, որ Zoom-ով աղոթքին մասնակից լինի, մեքենայի ղեկին։ Ու կորցնում է ուպրավլենին ու դեմ արդեմ հելնում է գրուզավիկ մեքենայի հետ։ Մեքենայից բան չէր մնացել։ Փառք Աստծուն, որ ծնողները աղոթում են իր համար։ Փառք Աստծուն, որ Աստված ողորմած է։ Գիտեք ինչ, մենք ասում ենք շատ լավ է, շատ ընտիր է, որ Աստված մեզ փրկում է, բայց գիտեք ինչ, պահեր կան, որ ես ասում եմ, մի ստիպեք, որ Աստված ձեզ փրկի այդպես բաներից։ Աստծուն մի ստիպեք, եկեք չստիպենք Աստծուն մեզի հիմար իրավիճակներից փրկի, որովհետև մենք ենք որոշել, մենք ենք արել այդ սխալ քայլը։ Ճիշտ Աստված գթառատու ողորմած է, բայց պետք չի գնալ հիմար զոհաբերության։ Պետք չի այդ մի վայրկյանվա աղոթքի համար ղեկին նստած ինչ որ ես հոգևոր ես եկեղեցում ասում եմ ու ինձ եմ առաջին ասում։ Ղեկին ոչ մի աղոթք։ Անկամ դաժե փառաբանություն որ անում ես, քանի անգամ ես փառաբանելով եկել եմ ու վթարի եմ, համարյա թե վթարի պետք է տարկվի։ Ինչի համար, որովհետև դու չես կենտրոնանում ճշմարտության վրա, այդ պահին դու պետք է կենտրոնացած լինես քո ճանապարհի վրա, աչից, ձախից, հետևից, բոլոր կողմերից։ Աստված չի ընդունում, եկեղեցի կամ կանգնի իջի, գնա դաշտի մեջ փառաբանի Աստծուն։ Մի անջատի ուղեղը մի օր գնում ենք Սուզանայի հետ, կնոջս հետ գնում ենք աղոթքի, մի հատ կնոջ համար աղոթելու, ասի Սյուզ արի աղոթենք էլի, ու սենց գնում ենք ու ինքը նայում, ես աղոթում եմ ու սենց նայում եմ ինքը սենց հանում անտը, սենց հանում, ասում եմ ինչ է, ասում եմ հանգարց աշկերը չփագես էլի։ Շահաքորթության զոհ, երբ որ մեկը շողոքորթում է, շողոքորթության զոհ, մի եղեք շողոքորթության զոհ, ինչ-որ մեկը կգա քեզ կասի, սիրում եմ, ամենաշատն եմ քեզ սիրում, հլը նա այդ սերի տակ ինչ շատ հագնված, մի անգամ, սիրում այլ է, դա սիրում այլ է այդ մարդը ինձի, ոնց հիմա չանեմ 5000 տամ այդ մարդուն կամ ինչ-որ բանը, մի դարեք շողոքորթության զոհ, ամեն, սիրահարվածության զոհ, երբ որ մարդ սիրարվում է, տղան սիրահարվում է, վայ, լրիվ զոհ է, գիտես։ Սիրահարված տղեն լրիվ զոհ է, ինչ ուզ, հերն ինչ ասի, մերն ինչ ասի, գիտեք ես եղել եմ այդպես վիճակների մեջ։ Ով է եղել դու ձեր, լա, պետք չի, ես եմ մենակ ելել։ Երբ որ հորդ հետ կռիվ ես անում, մորդ հետ կռիվ ես անում, էսա որ կա ինչ անհավանեք սաղին ում ասեցինք անհավան, այ տղա ջան, չէ, մի վրաց ելը համբերի կոնը չի, չենք ասում վատնա, ծնողը երեխին վատը չի ասի, չենք ասում վատնա այդ աղջիկը, շատ, բայց ելը համբերի կոնը չի, չէ հիմնա, հա, դե գնա ինչ ուզում ես արա, գնա զոհվի, Ժողովուրդ ջան, այդ զոհի բաղով մի հատ հետաքրքիր անեկդոտ կա, որ ասեցի բոլորը մեկը մեկին ուտելով հա ապրում են, կարող է հիշեք այդ անեկդոտը, սենց տրամադրության համար մի քիչ ասեմ, տեղին է իհարկե, լսած կլինեք, ինքնաթիռը սամալյոտը ջունգլիներով անցնելուց ընկնում է, մի քանի հոգի են փրկվում, 2-3 հոգի, որից մեկը հայ է։ Դες մարդակերների մոտ անկացնում, ասենք օ ուրախանում են այդ վերևից Աստված բան կերակուր ուղարկեց, օրհնյալ անունը Տիրոջ, գալիս են հավաքում են, տանում են,
երեկոյան արդեն պիտի հավաքվեն բոլորով, ոբշեմ, այդ իրանց տոնակատարությունը պիտի անեն, խարույկը վառեն, բարեն, ուրախանան, երգեն ու զոհը, բերեն էփեն, հա, այդ գերակուրը էփեն, այս հայը ասենց որ այտենց նվագում են, բան են անում, այդ մարդակերներ, բան, մեկը այս հայը նկատում է այս նվագողներից մեկը, այդ Բարաբան նվագողներից մեկը սենց ա խփում, սենց Բարաբանը սենց ա խփում, ասում է, «Արա, էսի հայ է հաստատ»։ Սենց դհոլ է, էլի խփում, սենց հերվից ես մոտենում, ասում է հույս է, էլի, որ ասեմ հայ եմ, բան, հայ էլի կփրկի, ասում է, ապեր հայ ես, ախպեր ասում է հայ եմ, բայց բեսան սոված եմ, ասում է, այսքան հույս դնես, էլի վրես, սոված եմ, պտի ուտեմ, այո, այսօր սա մեկը մեկին ուտում են, այս աշխարհը մեկը մեկին ուտում է, եկեք չլինենք մարդակերներ, եկեք մարդկային զոհեր չբերենք, հա, Աստված մարդկային զոհեր չի պահանջում, փառք Աստծուն մեր Հիսուս Քրիստոսի համար, փառք Աստծուն մեր Տիրոջ համար, որ արդարացված զոհ արեց, արդարը անարդարների տեղ զոհվեց, ամեն, Քրիստոս հայրավի մեռելոց, հալելույա, հալելույա, եկեք չդառնանք հիմար բաների զոհ, եկեք իրականում մեր շուրթերի, մեր սրտի շուրթերի պտուղը բերենք զոհ Տիրոջը, եկեք իրոք երկրպագուներ դառնանք, եկեք իրոք դառնանք Տիրոջ համար, Տիրոջ դաշտի մեջ աշխատողներ, իրոք մեր ժամանակը, մեր ֆինանսը, մեր ամեն ինչը դնենք Աստծո գործի մեջ, եկեք ընծայվենք Աստծուն, ամեն, զոհ նաև նշանակում է ընծայվել, նվիրվել, հարվել մեկի հետ, դառնալ մեկ, ամեն, եկեք մենք Տիրոջ հետ հարվենք, Տիրոջը զոհ լինենք, կենթանի զոհ, ասում է բերեք Աստծուն կենթանի զոհեր, հա, Աստված մեզանից պահանջում է ոչ թե մեռած զոհեր, ամբողջապատ մեղ կգործեմ, Կիրակի օրը կգնամ կապաշխարեմ, չէ, Աստված մեզանից պահանջում է կենթանի զոհ ամեն օր, երկուշաբթի օրը արթնացար, քո փառաբանության զոհը, քո գոհության, աղոթքի զոհը, Աստծուն փնտրելու զոհը, դրանք զոհեր են, սիրելիներս, ամեն, աշխատեցիր, հանի, դիր, առանձնացրա, ընդունելի զոհ էլի, ամեն, անուշահոտ, քաղցր զոհ լինենք, ոչ թե մեռած հոտ, մեռելի հոտ գավրեքիցս ասենք, զոհեց էլի մի 1000 մանետ, չէ, սիրելիներս, թող ամբողջ շաբաթվա մեջ մենք այդ մեր զոհերը մատուցենք, ամեն, Կիրակի օրն էլ ավելի տոնակատարությամբ այդ զոհը մատուցանենք։